Ողջույն հայություն։ Ողջույն բոլորին։ Մենք շարունակում ենք գտնվել լուսավոր, ջերմ, գեղեցիկ, արևոտ Ալբանիայում Ջուրես քաղաքում եւ այսօր կբացահայտենք Մելիա Ջուրես հյուրանոցը։ Մեքենայով օդանավականից դեպի հյուրանոց ճանապարհը կազմում է 35 կիլոմետր, իսկ տևողությունը 50-ից 60 րոպե։ 5 աստղանյաց հյուրանոցը գտնվում է Ադրիատիկ ծովի ափի առաջին գծում։ Միասին անցնենք ներս եւ ծանոթանանք տվյալ հյուրանոցի կառուցվածքի հետ։ Գնացինք։ Let's go։ Հյուրանոցը կառուցված է բոհա, մոդեռն եւ ֆուտուրիստական ոճերի միաձուլմամբ։ Տարածքը մեծ է եւ ընդարձակ, ունի բազում գեղեցիկ լոկացիաներ, ինչպես նաեւ մանկական ակումբ եւ մանկական խաղահրապարակներ, որոնք անվճար են բոլորի համար։ Հյուրանոցն ունի ֆուտբոլի եւ թենիսի խաղահրապարակներ, որոնք նույնպես անվճար են բոլորի համար։ Հյուրանոցում կա 6 լողավազան, այդ թվում նաև փակ լողավազան, որը տաքացվում է։ Ունի նաև հիմնական եւ ալակարտ ռեստորաններ եվրոպական խոհանոցներով, ինչպես նաև ցերեկվա ժամերին գործում է սնեք բար։ Հյուրանոցը հյուրերին բացի all inclusive փաթեթից, որի մեջ ներառված է 3 անգամյա սնունդը, սնեք բարը, տեղական ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, մարզասրահ եւ փակ լողավազանը, հյուրերին նաև առաջարկում է level փաթեթ, որն ունի մի շարք առավելություններ։ Տվյալ փաթեթով հանգստացողները անվճար կարող են օգտվել ալակարտ ռեստորաններից, արտասահմանյան ալկոհոլից, հյուրերն ունեն իրենց առանձին լողավազանը, ռուֆտոպն ու հիմնական ռեստորանը, ինչպես նաև անվճար կարող են օգտվել տարածքի բոլոր ենթակառուցվածքներից եւ ծառայություններից, բացառությամբ մերձման ծառայությունից։ Իսկ երեկոյան ժամերին հյուրանոցի բոլոր հյուրերի համար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ եւ շոու ծրագրեր։
Շարժվենք առաջարկելիներից եւ ցույց տանք ձեզ այստեղի համարները։ Եվ առաջին համարը, որը ձեզ ցանկանում եք ցույց տալ, դա Deluxe Double համարն է, որը նախատեսված է 2 մեծ 2 երեխայի կամ 3 մեծահասակի համար։ Անցնենք առաջ, ծանոթանանք համարի հետ։ Մուտքից ձախ զգեստապահարանն ենք տեսնում, բավականին գեղեցիկ, լուսավորված, հայլիով, հայլապատ, այսպես տեսնում ենք երկու կողմերից։ Այո, մեծ է։ Այստեղ խաշովի դարակներ կա, մյուս հատվածում նույնն է, այո, բացվում է այսպես, բացվում է այսպես, խալաթներն ենք տեսնում, հողաթափերը, վերևում իրերը դնելու համար նախատեսված հատված դարձյալ, այստեղ մելին է ետևում հայլին է, գեղեցիկ, անցնենք առաջ, ցույց տա Մելինան ձեզ մնացած հատվածը, Անցնենք առաջ, ահա այստեղ տեսնում ենք TV-ն, դարակ այսպեսի գեղեցիկ, ներքևում սաղ նրանն է, որտեղ կա երկու շիշ ջուր, այո, ջուրը թեյը անվճար են տրամադրվում, այսպիսի դարակ, որի ներսում սեյֆն է, դա ևս ցույց տանք, սուրճի ստեղան գեղեցիկ, իր աթոռով, եւ նրբասենյակում ունենք king size մահճակալ, եւ այսպիսի բազմոց, երրորդ անձի համար կամ դեռ երկու երեխաների համար։ Համարը նախատեսված է կամ 3 մեծահասակի կամ 2 մեծահասակ 2 երեխայի համար, մինչև ենթադրում եմ 8 տարեկան կամ ավել, մաքսիմում 12 կարող է լինել։ Անցնենք լոգարան, լոգարանը բավականին հետաքրքիր կառուցվածք ունի, ահա այսպիսի դռնով այն slide դռնով այո բացվում եւ փակվում է։ Այստեղ կա վաննա, ինչպես տեսնում եք, բավականին մեծ հայլի, որը գրկում է ամբողջ պատը։ Ահա այսպեսի Սովորական ցնցող, այո։ Ծորակը, սանտեխնիկան մաքուր է, այստեղ ամեն ինչ։ Երկու հայլիներով, երկու լվացարանով, ահա այսպեսի հատված, խոշորացնող հայլիներ եք տեսնում, ձեռքի եւ կոճար, ձեռքի եւ մարմնի լասյոն, սրբիչները ահա այսպեսի փոքրիկ, տեսնում եք։ Ատամի մածուկ, խոզանակը, այո։ Բաժակները հետաքրքիր, որ դնեք ձեր Շատ գեղեցիկ եւ յուրահատուկ ձևով է կահավորված, բոհա ոճն է այստեղ գերակշռում, ինչպես նաեւ ժամանակակից ոճը, տեղ-տեղ երևում է բոհա ոճը։ Էլեկտրական չորանոց, սրբիչներ, ներքևում ունեն կշեռ, հարևանությամբ ֆենն է գտնվում։ Մինչ Մելինան միացնում է ֆենը, ես ցույց տամ ձեզ զուգարանը, որը դարձյալ մաքուր է, ոչ մի ավելորդ հետ, այստեղ չկա, գեղեցիկ մաքուր, մյուս հատվածում լոգա խցիկն է, մեծ տրոպիկական ցնցողով, նույնիսկ նագարի հետքեր չկան նրա վրա։ Այստեղ սովորական ցնցումը, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, եւ թերևս այսքան լոգա խցիկի մասին, մաքուր, անչափ մաքուր է, ստուգեցիր ֆենը։ Ահա այսպեսի գլխիկներով։ Օ, նույնիսկ այսպես։ Ֆեն, որի մոտավորությունը շատ ուժեղ չի ամեն դեպքում։ Միջինից մի քիչ ուժեղ ես կասեի։ Անցնենք առաջ, ցույց տանք ձեզ տվյալ համարի առավելություններից մեկը նաեւ դա է մեծ գեղեցիկ պատուհանն է կամ դուռն է, որտեղից կարող եք դուրս գալ դեպի տերասա, դեպի այգի, garden view է կոչվում տվյալ համարը, որը նաև մոտ է գտնվում լողավազանին, այն հատվածում լողավազանն է, կարող եք քայլելով երկու քայլ անել եւ հասնել լողավազան։ Անցնենք առաջ, ես եւ Մելինան ցույց տանք ձեզ այստեղի հաջորդ համարը, որ դարձյալ Deluxe կամ ստանդարտ համար է, բայց մեկ այլ level-ի համար նախատեսված։ Հենց այդպես էլ կոչվում է կատեգորիան level guests։ Այս հյուրի համարը։ Հիմա ցույց տանք այս տվյալ համարի առանձնահատկությունը, առավելություն։ Գրեթե նույն ձևով է կահավորված դարձյալ այստեղ ուղղակի մուտքից աջ է գտնվում զգեստապահարանը, խալաթները, հայլիները, դարակները։ Այո, շատ հարմարավետ, խորը, մեծ դարակ է, որակյալ, որակյալ է, սենց գեստապահարանը, հայելին, կրկին նույն կառուցվածքն է նորից հիշեցնում ենք։ Այո, սա մուտքի մոտ հայելին է։ Ննջարանը կահավորված է king size մահճակալով, սոֆայով,
որը բացվում է 2 երեխայի կամ 1 մեծահասակի համար։ Մենք նշեցինք, որ բարձր որակի սպիտակեղեն է, այս level guest-երի համար։ Այո։ Level կատեգորիա։ Այստեղ TV հատվածն է։ TV հատվածն է։ Ահա այս կատեգորիան նաև տարբերվում է, որ ունի սուրճի ապարատ, Սուրճ թեյնիկ։ պատրաստելու ապարատ, կապսուլաներն եք տեսնում, թեյնիկ, թեյը, թեյ հավաքածուն եւ մինի բարում։ Նախնարանում այո, մինի բարում հավելյալ զովացի ճմպելիքներ։ Բացի ջրից կան նաև, ինչպես տեսնում եք, հավելյալ զովացի ճմպելիքներ։ Հավելյալ վճարով չէ, այս բոլորը անվճար են։ Այո, բոլորը անվճար են տվյալ կատեգորիան ամրագրողների համար։ Այստեղ լոգարանն է, դարձյալ այստեղ տեսնում ենք վաննան, պատի վրա մեծ ամրացված հայելին, այո։ Ծորակները մաքուր են, սանտեխնիկան այստեղ մաքուր է, մաքրությունը շատ մեծ պլյուս տվյալ հյուրանոցի համար։ Ածելի ատամի խոզանակ, մածուկ, Գլխի բախիլ, բամբակ, խարտոց, ականջի չոպ։ կրկին այստեղ ունենք ձեռքի մարմիլասիոն, ձեռքի հեղու կոճար, Հայելի գեղեցիկ դարձյալ, որը ենթադրում եմ հայելին հեչ չի չի լուսավորում, բայց այ երկու կողմերից լուսավորություն ունի։ Այո, դա ճշտեցինք, ստուգեցինք։ Սրբիչ էլեկտրական չորանոց, Չորանոցը, ներքևում տեսնում եք ֆենը կրկին եւ Կշերքը։ Այստեղ լոգա խցիկն է, տրոպիկական դարձյալ մեծ ցնցողով, սովորական ցնցողով, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, սահմանոցը։ արտակնոցը եւ այսքան այս համարի այս հատվածի մասին։ Դուրը կրկին այսպես բացվում։ Այո, սլայդերներ են բացվում եւ փակվում են։ Դուրս գանք պատշգամբ, ցույց տանք պատշգամբը, ինչպես արդեն նշել ենք, տվյալ հյուրանոցը luxury հյուրանոց է Եվ պատշգամբից բացվում է դեպի լողավազան։ Եվ պատշգամբից է։ Տեսարան, այո։ բացվում է աննկարելի գեղեցիկ տեսարան, ահա այս գեղեցիկ լողավազանը։ Գեղեցիկ տարածքը կանաչապատ, պայլմաներով, խոտածածկը նույնպես գեղեցիկ է այստեղի։ Ինչպես նաև այստեղից երևում է Ադրիատիկ ծովը իր ողջ գեղեցկությամբ։ Նաև նշենք, որ պատշգամբում կա 2 աթոռ եւ սեղան։ Այժմ գտնվում եմ Մելիա հյուրանոցի սեփական լողափում։ Նշեմ, որ լողափը պատված է փափուկ ավազով, ավազային մուտք դեպի ծով, եւ իհարկե չմոռանամ նշել, որ տապչանները, հովանոցները եւ սրբիչները նույնպես ներառվում են արժեքի մեջ եւ անվճար են բոլոր հյուրերի համար։